Բարեկամներ, ողջույն, հուսամ լավ եք։ Հանրապետության գլխավոր դատախազությունը նշում է հիմնադրման 108-ամյակը։ Ավելի քան մեկ դար ձևավորված պետական այս կարևոր ինստիտուտը այսօր կանգնած է թերևս իր ամենաբարդ փորձության առջև վերականգնել հանրության վստահությունը մի ժամանակաշրջանում, երբ արդարադատության նկատմամբ սպասումները չափազանց բարձր են, իսկ ժողովրդի համբերությունը գնալով սահմանափակվում է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի հասարակությունը խոսել է պետական միջոցների վատման, կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունների չարաշահման, 50-50-ի, պետական գույքի օտարման, հանրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման եւ մի շարք այլ զանցանքների մասին։ Այդ ամենից հետո բնական էր, որ հասարակությունը սպասում էր իրավական հստակ գնահատականի, մեղավորների պատասխանատվության ու պետությանը պատճառած վնասի վերականգնման։ Գոնե տեսանելի մասշտաբով։ Մենք ամեն օր տեսնում ենք հատիկ առ հատիկ հեշթեգերը, ինչպես եւ խոստացել է հեշթեգերը, բայց էական առումով ամեն երկրորդ քաղաքացու հարցն է, սպասումները բոլորովին այլ են։ Ընդհանրապես վերջին տարիներին դատախազությունը նախաձեռնել է բազմաթիվ լուրջ, աղմկահարույց քրեական վարույթներ, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրավապահ համակարգի կարկառուն նախկին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սակայն այս գործերի զգալի մասով դատական քննությունները շարունակվում, ձգվում տարիներով եւ վերջնական դատական ակտեր դեռևս չկան։ Իրավական պետության կարևորագույն սկզբունքը, ինչ խոսք, անմեղության կանխավարկածն է, եւ քանի դեռ դատարանը չի կայացրել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հնարավոր մինչեւ մուրճը չի հարվածել, որևէ անձ չի կարող համարվել մեղավոր։ Արդյոք մեզ մոտ այդպես է։ Խիստ կասկածում եմ։ Սակայն հենց այստեղ է առաջանում հասարակության ամենամեծ դժգոհությունը, նորից եմ ասում, շատ արդար դժգոհությունը։ Տարիներով շարունակվող դատական գործընթացները շատ քաղաքացիների մոտ ստեղծում են անվերջ պատմության տպավորություն։ Նիստերը հաճախ հետաձգվում են տարբեր պատճառներով, ոչ էական, երբեմն առողջական խնդիրներ, երբեմն բժշկի թուղթ, երբեմն պաշտոնյաների կամ դատավարության այլ մասնակիցների պարզապես բացակայության պատճառով, երբեմն էլ տարբեր դատավորական միջնորդությունների քննության անհրաժեշտության պատճառներով, կարճ ասած մեկի ոտն է ցավում, մեկի փորն է ցավում, մյուսը այդքան էլ լավ չի զգում իրեն, մյուսը տրամադրություն չունի, նիստը հետաձգվում է։ Ու հետո հասարակության մի զգալի հատվածի համար այս ամենը սկսում է հիշեցնել տխուր ինչ-որ մի անվերջ ընթացող սերիալ, որի ավարտը մշտապես հետաձգվում է, իսկ բոլորը սպասում են վերջին սերիային, բայց չկա։ Այդ պատճառով ավելի հաճախ կարելի է լսել ժողովրդի արդարացիային պահանջը, որը հետևյալն է. կամ դատեք օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ իհարկե, կամ ավարտեք այս անվերջ գործընթացը։ Բավ է։ Այս պահանջը իհարկե չի նշանակում հրաժարվել արդար դատաքննության սկզբունքներից։ Քավլիցի մենք ուզում ենք օրինական եւ իրավական պետություն լինել եւ հուսամ մենք այդ ճանապարհին ենք։ Ընդհակառակը այդ սպասումների հետ կապված այս դժգոհությունը արտահայտում է քաղաքացիների ակնկալիքը, որ բարձր հանրային նշանակություն ունեցող գործերը քննվեն ողջամիտ ժամկետներում, առանց անհարկի ձգձգումների եւ առանց տարիներ ընթանալու, ինչպես հայտնի երկն է ասում, տարիներ կսահեն, կմեռնեն այս պարագայում վկաները բոլոր, բայց դա ուրիշ պատմություն է։ Երկարատև դատավարությունները վնասում են ոչ միայն մեղադրանքի կողմի հեղինակությանը, այլև ամբողջ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությանը։ Տուժում են բոլոր կողմերը՝ մեղադրյալները, տուժողները, պետական մարմինները եւ վերջապես հասարակությունը, որը տարիներ շարունակ սպասում է վերջնական հստակ պատասխանների։ Այս իրավիճակը լրացուցիչ բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ նախկինում հենց դատախազական համակարգում բարձր պաշտոնյաներ զբաղեցրել են որոշ աթոռներ եւ այդ պաշտոնյաները այդ անձինք եւս հայտնվել են քրեական վարույթների շրջանակներում եւ ենթադրում են, որ մինչեւ այդ կետին հասնելը որոշակի ապահովագրական լծակներ են ունեցել օրենքը շրջանցելու տեսանկյունից։ Նման դեպքերը մի կողմից ցույց են տալիս, որ իրավական համակարգում որևէ պաշտոն չպետք է անձեռնամխելի լինի եւ պետք է հստակ գնան բոլորի հետևից, մյուս կողմից հանրության մոտ առաջանում է եւս մեկ հարց. ինչու տարիներ պահանջվեցին նման գործերի հասնելու համար, ինչու դրանց ավարտը կրկին այսքան երկար է ձգվում, երբ ենք տեսնելու էական արդյունքներ։ Սակայն այստեղ անհրաժեշտ է պահպանել շատ կարևոր սկզբունք։
յուրաքանչյուր գործ պետք է գնահատվի բացառապես դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա, փաստերի վրա եւ մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը որևէ անձի մեղավորության մասին եզրակացություն անել չի կարելի։ Համենայնդեպս լրատվականներում, մեդիադաշտերում, այդ չեմ ասում սոցհարթակներում, բոլորի անմեղության կանխավարկածը խախտվում է քանիցս եւ մենք դեռ ցավոք սրտի տեսնում ենք այդ դեպքերը։ Ինչևէ, 108-ամյա դատախազության համար այսօր գլխավոր մարտահրավերը ոչ միայն քրեական վարույթներ նախաձեռնելն է, այլևս ապահովելը, որ այդ գործերը հասնեն տրամաբանական եւ իրավական ավարտի ողջամիտ ժամկետներում։ Հանրությունը հետաքրքրվում է ոչ թե հարուցված քրեական գործերի քանակով, այլ հրապարակային հայտարարություններով եւ վերջնականապես արդյունքներով, երբեն այդ արդյունքները օրինական ուժի մեջ մտնելու, պետությանը պատճառած վնասի վերականգնումը երբ է լինելու եւ պետք է լինի այն համոզմունքը, որ օրենքը գործում է հավասարապես բոլորի համար, որևէ արտոնյալ մարդ չկա։ Վստահությունը պետական ինստիտուտի ամենաթանկ կապիտալն է եւ դրա մասին պետք է հոգ տանեն բոլոր պաշտոնյաները։ Այն հնարավոր չէ վերականգնել միայն վիճակագրությամբ կամ բարձրաձայն որևէ հայտարարությամբ, այն ձևավորվում է այն ժամանակ, երբ հասարակությունը տեսնում է արդյունավետ, թափանցիկ եւ ողջամիտ ժամկետներում իրականացված արդարադատություն։ 108 տարին մեծ պատմություն է, դա հսկայական ճանապարհ է, սակայն գլխավոր դատախազության հեղինակությունը որոշվելու է ոչ թե անցյալով, այլ այսօրվա կատարած աշխատանքով։ Իսկ այդ աշխատանքի գլխավոր չափանիշը լինելու է այն, թե արդյոք հասարակությունը կդադարի դատական գործընթացները ընկալել որպես անվերջ սերիալ եւ արդյոք կտեսնի արդարադատության վերջնական իրավաչափ եւ վստահություն ներշնչող արդյունքները, որին սպասում է այդքան երկար։ Մտածեք այդ ուղղությամբ։